Դոնալդ Թրամփը բնավ առաջին ամերիկացի նախագահը չէ, որը կցանկանար Վաշինգտոնի հսկողության տակ առնել աշխարհի ամենամեծ կղզին Գրենլանդիան։ Ամերիկացիները այդ մասին մտածել են դեռ 1867 թվականին, երբ պետքարտուղար Ուիլյամ Ստյուարտը կոնգրեսին կոչ է արել գնել տարածքը, սակայն գաղափարը մերժվել է։ Ամերիկացիները երկրորդ աշխարհամարտից հետո 1946 թվականին Հարի Թրումենի օրոք արծարծել են թեման եւ նույնիսկ $100 միլիոն են առաջարկել, բայց այս անգամ էլ Դանիան է մերժել։ Գործնականում ամերիկացիները հզոր ներկայություն ունեն Գրենլանդիայում, քանի որ ռազմակայան են տեղադրել, սակայն մերթ ընդ մերթ հիշում են նաև կղզին սեփականացնելու գայթակղիչ տարբերակի մասին։ Բայց կա Թրամփի ծրագիրը խոչընդոտող մի գործոն։ Գրենլանդիան պատկանում է ՆԱՏՕ-ի անդամ Դանիային եւ կղզին, այդ թվում ուժային եղանակով գրավելու մասին քննարկումները նյարդայնացնում են թե դանիացիներին եւ թե ընդհանրապես ՆԱՏՕ-ի բոլոր անդամ պետություններին։ Սպիտակ տունը չի էլ թաքցնում, որ Գրենլանդիային տիրանալու ցանկությունը պայմանավորվում է անվտանգության խնդրով։ Այդ է նշել Սպիտակ տան մամլոխոսնակ Քերոլայն Լևիթը։ Have said is advantageous for America's national security. The president has been very open in the world. Արկտիկական տարածաշրջանի նկատմամբ պետք է ավելի մեծ վերահսկողություն, պետք է ապահովել, որ Չինաստանը, Ռուսաստանը եւ մեր մյուս հակառակորդները չկարողանան շարունակել իրենց ագրեսիան այս շատ կարևոր եւ ռազմավարական տարածաշրջանում։ Կլինեն նաեւ շատ այլ առավելություններ, որոնց մասին խոսում են նախագահը եւ նրա ազգային անվտանգության թիմը։ I know that past presidents and past leaders have often Երեք Թրամփը սոցցանցում գրել է, թե Ռուսաստանը եւ Չինաստանը 0 աստիճանի վախ ունեն ՆԱՏՕ-ից առանց Միացյալ Նահանգների, բայց մենք միշտ կլինենք ՆԱՏՕ-ի կողմից, նույնիսկ եթե այնտեղ մյուսները մեր կողմից չլինեն, գրել է Թրամփը։ Ճեպազրույցում լրագրողները խոսնակից հետաքրքրվել են, ուժի կիրառում հնարավոր է։ Տիկին Լևիթը արձագանքել է, թե բոլոր նախագահներն էլ հաշվի են առնում ամենատարբեր հանգամանքները եւ հնարավոր քայլերը, ապա ավելացրել. That's not something this president does. All options are always on the table. Նախագահ Թրամփի համար բոլոր տարբերակները միշտ սեղանին են, երբ նա ուսումնասիրում է, թե ինչն է համապատասխանում Միացյալ Նահանգների շահերին, բայց նրա առաջին տարբերակը միշտ էլ եղել է դիվանագիտությունը։ The president's first option always has been diplomacy. Վերլուծաբանները նշում են, որ ուժով Գրենլանդիայի զավթումը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի կազմալուծման։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ առաջիկայում քննարկում կանցկացնի դանիացիների հետ եւ հրաժարվել է խոսել ուժի կիրառման մասին։ Ես այստեղ չեմ խոսելու Դանիայի կամ ռազմական միջամտության մասին։ Ես հաջորդ շաբաթ կհանդիպեմ նրանց հետ։ Այդ ժամանակ էլ մենք ամեն ինչ կքննարկենք։ Իսկ հիմա ավելացնելու բան չունեմ։ Օրենսդիրների շրջանում կան գործիչներ, որոնք Գրենլանդիայի հարցում անվերապահորեն սատարում են Թրամփին, բայց կան նաև նախագահի մտադրությունը կտրականապես մերժողներ, այդ թվում հանրապետականներ։ Կոնգրեսական Դոն Բեյքոնի համոզմամբ Գրենլանդիան, Դանիան ԱՄՆ-ի դաշնակիցներ են։ Թրամփի հնչեցրած սպառնալիքները վնասակար են հենց Ամերիկայի համար։ Սա ուղղակի սխալ է։ Ինձ թվում է, սա շատ սիրողական է, շատ սիրողական։ Թվում է, թե գործ ունենք կրակի հետ խաղացող դեռահաս դպրոցականների հետ։ Դե իսկ բուն Գրենլանդիայում մտահոգված են, չգիտեն, թե ինչ կարող է պատահել։ Կղզու տեղական օրենսդիր մարմնի անդամ Նիվի Ռոսինգի խոսքով գրենլանդացիները բիզնես չեն, մարդիկ են, ունեն իրենց երկիրը, մշակույթը, լեզուն։ I think that we're not a business, we're a people. We're people with our own. Մենք ապրանք չենք, մարդիկ պետք է դա հասկանան, գիտեմ, որ Դոնալդ Թրամփը գործարար է, բայց Գրենլանդիան ապրանք չէ, մենք ժողովուրդ ենք, եւ դա պետք է շատ լուրջ ընդունվի եւ հարգվի։ We're a people. And that should be taken very seriously and that should be respected. Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Գրենլանդիայի զավթումը կնշանակի ՆԱՏՕ-ի վերջը։